Ողջույն սիրելիներս, այսօր պատրաստելու ենք անչափ համեղ, գունեղ եւ հիանալի աղցան դդմիկով։ Դե ինչ, սկսենք պատրաստելը։ Վերցրել եմ 1 դդմիկ, կիսել եմ կեսից եւ այնուհետեւ այսպես բարակ կտրտել։ Այնուհետեւ ավելացնում եմ 1 թեյի գդալ աղ եւ պետք է մի լավ խառնենք։ Խառնում ենք եւ թողնում ենք մնա 15-ից 20 րոպե։ Կարող եք ավելի քիչ թողնել։ Հետո անպայման չորացնում ենք այդ դուրս տված հյութից, քամում ենք հյութը եւ այսպես խոհանոցային անձեռոցիկի վրա դնում եւ չորացնում։ Հիմա կսկսենք տապակելը։ Նախապես թավան տաքացնում ենք, այնուհետև ավելացնում ենք առատ բուսայուղ եւ դդմիկները սկսում ենք տապակելը։ Տապակում ենք բոլոր կողմերով, ընթացքում անպայման շրջում ենք, եթե տեսնում եք տապակվել է, շրջեք մյուս կողմը եւ չենք մոռանում, որ դդմիկները շատ նուրբ են եւ այսպես կտրտած վիճակով ավելի նուրբ է, որպեսզի չվնասենք, զգուշությամբ ենք այսպես շրջում։ Տեսնում ենք, եթե տապակվել է, ապա հանում ենք արդեն թավայից եւ կանցնենք մյուս բաղադրիչներին։ Տապակելու ենք նույն բուսայուղում, չենք ավելացնում բուսայուղ, ավելացրեցի 1 պղպեղ, նույնպես բարակ ու երկար կտրտած, տապակում ենք այնքան ժամանակ, մինչև որ արդեն իսկ տեսնենք, որ լավ տապակված է։ Ընթացքում կարող եք մի փոքր աղ ու պղպեղ ավելացնել, բայց ես չավելացրեցի, վերջում կավելացնեմ աղը։ Հիմա ավելացնում եմ 1 գազար, կրկին ահա այսպես երկար եմ կտրտել եւ կտապակենք այնքան ժամանակ, մինչեւ որ տեսնենք, որ գազարը եփված է։ Տապակելու ընթացքում մի քանի րոպեով կափարիչը դնում եմ վրան, որպեսզի ավելի արագ ստացվի մեր գազարի եփելը։ Ահա այսպես արդեն իսկ տապակվել է, անցնում ենք կարևոր մասի։ 2 ճաշի գդալ վերցնում ենք հենց այն բուսայուղից, որի մեջ տապակել ենք, ավելացնում ենք 1 ճաշի գդալ քացախ, խնձորի քացախ եմ օգտագործել եւ 1 պատճ սխտոր։ Այսպես խառնում ենք, որպեսզի խառնված լինի բաղադրիչները։ Հիմա ավելացնում ենք դդմիկը, գազարը եւ նաեւ պղպեղը։ Հիմա ավելացնում ենք այն թանձրուկը, որը որ պատրաստել էինք բուսայուղից, քացախից եւ սխտորից։ Հիմա ավելացնում ենք համեմ եւ մաղադանոս, կանաչիները առատ պետք է լինի այս աղցանի մեջ, խառնում ենք եւ նաեւ ավելացնում ենք աղ ու պղպեղ, հիմա կավելացնեմ։ Ավելացնում եմ 1 թեյի գդալ աղ, այնուհետև ավելացնում եմ սև պղպեղը թարմ աղում եմ, բայց կարող եք ավելացնել 1 թեյի գդալ։ Այնուհետև այնպես ենք խառնում, որպեսզի մեր դդմիկները չվնասվեն եւ ահա մեր համեղ աղցանն արդեն իսկ պատրաստ է։ Մնում է տեղափոխենք մատուցվող ափսեի մեջ։ Շատ համեղ է ստացվում, խորհուրդ եմ տալիս անպայման պատրաստել հենց այս բաղադրատոմսով եւ այս աղցանը կդառնա ձեր սիրելի աղցաններից մեկ, այս գունեղ ու համեղ աղցանը։ Արդեն իսկ տեղափոխեցի մատուցվող ափսեի մեջ, վայելեցինք, շատ համեղ էր։ Դուք էլ պատրաստեք եւ մեկնաբանություններում գրեք ձեր կարծիքը։ Շնորհակալություն ձեր դիտումների համար։ Եթե առաջին անգամ եք իմ ալիքում, մի մոռացեք սեղմել լայք եւ բաժանորդագրվել իմ ալիքին։ Ստեսություն, կհանդիպենք շուտով։ Ողջույն սիրելիներս, մեկ անգամ այս աղցանը փորձելուց հետո այն կդառնա ձեր սիրելի բաղադրատոմսերից մեկը։ Պատրաստելու համար մեզ անհրաժեշտ է 1 բաժակ կտրտած համեմ եւ մաղադանոս, 1 միջին չափի գազար քերիչով անցկացրած, 500 գրամ խաշած լոբի, ես կարմիր լոբի եմ օգտագործել, բայց կարող եք դուք այլ տեսակի լոբի օգտագործել։ Այստեղ 1 պղպեղ, կարմիր պղպեղ եմ օգտագործել, կարող եք նաև տարբեր գույների պղպեղ օգտագործել ավելի գունեղ լինելու համար։ 50 գրամ կարմիր սող, 1 ճաշի գդալ բալզամիկ քացախ, 2 պատճ ճզմած սխտոր, 3 ճաշի գդալ բուսայուղ, իմ մոտ արևածաղկի բուսայուղ է, բայց կարող եք ձիթապտղի բուսայուղ ավելացնել։ Հիմա այստեղ ունեմ 1 թեյի գդալ սև պղպեղ, կես թեյի գդալ խմելի սունելի եւ 1 թեյի գդալ աղ։
Աղը միշտ ես ձեզ ասում եմ, որ աղերի քանակի դեպքում տարբերություն կա, դուք այնքան ավելացրեք, ինչպես որ ձեր քիմքին է հաճելի, իմ մոտ 1 թեյի գթալը արդեն իսկ շատ լավ է այս բոլոր բաղադրիչների համար, բայց միգուցե ձեր համար ավել կամ պակաս դուք ինքներդ որոշեք աղի քանակը, հիմա բոլոր բաղադրիչները այսպես խառնելու ենք, բայց մի մասը պահելու ենք, որպեսզի թանձրուկը պատրաստենք, այս աղցանի գաղտնիքը այդ համեղ լինելու նրանում է նաև, որ թանձրուկը պատրաստում ենք և այդ համեմունքները միանգամից չենք ավելացնելու, հիմա տեսեք ինչպես ենք պատրաստելու թանձրուկը, ահա բուսայուղի վրա ավելացնում ենք բալզամիկ քացախը, հիմա նաև ավելացնում ենք սխտորը և մնացած բաղադրիչները նույնպես, հիմա կտեսնեք ավելացնում ենք համեմունքները, այս տարբերակով իսկապես շատ համեղ է ստացվում, այն նույն համը չէ, ինչ որ եթե դուք այս համեմունքները ուղղակի հենց այնպես խառնեք և ավելացնեք բաղադրիչներին, ահա այս տարբերակով երբ որ մենք խառնում ենք այս ձիթապտուղը, բալզամիկ քացախը, սխտորը և աղը, պղպեղն ու խմելի սունելին, հրաշալի թանձրուկ է ստացվում, սա 1 րոպե պետք է դնենք մի կողմ, հետո նոր ավելացնենք, որովհետև այդ 1 րոպեում էլ համերը խառնվում են իրար և ավելի համեղ է դարձնում թանձրուկը, ահա և թանձրուկը ավելացրեցինք մյուս բաղադրիչներին, մի լավ խառնում ենք, որպեսզի բոլոր համերը իրար հետ խառնված լինեն, այնուհետև կթողենք մնա մի քանի րոպե և կտեղափոխենք մատուցվող ափսեի մեջ, ահա հիմա արդեն իսկ անցավ այդ մի քանի րոպեն ևս, համերը խառնված են, կարող ենք տեղափոխել մատուցվող ափսե և վայելել այս համեղ աղցանը, հավաստիացնում եմ, որ շատ համեղ է, անպայման դուք էլ փորձեք հենց այս բաղադրատոմսով և այն կդառնա ձեր սիրելի աղցաններից մեկը, շատ արագ է պատրաստվում և իհարկե շատ համեղ է, երկուսը մեկում, համեղ և արագ, Ողջույն սիրելիներս, այսօր պատրաստում ենք շատ համեղ և վիտամիններով հարուստ բրոկլիով աղցան, սկզբի համար վերցրել եմ 250 գրամ բրոկլի, ավելացնում ենք եռման ջուր, ծածկում ենք երեսը և թողնում ենք մնա 10 րոպե, 10 րոպե ահա այս տեսքը ունի, պետք է ջուրը քամենք և անցնենք աղցանի պատրաստմանը, այստեղ ունենք բրոկլին, արդեն իսկ նշել եմ չափաքանակը, ունենք 120 գրամ պղպեղ, կարող եք տարբեր գույների վերցնել, 1 կիտրոնի հյութ, 30 գրամ կտրտած կանաչ սոխ, 1 բաժակ կտրտած վարունգ, 1 բաժակ կտրտած չերի տեսակի լոլիկ, կես բաժակ կտրտած մաղադանոս և համեմ, աղ և պղպեղ ըստ ցանկության, ինչքան որ կցանկանաք, սկզբում բրոկլին կտրտում ենք այս չափի, կարող եք ավելի փոքր կտրտել, որպեսզի ուտելուց ավելի հարմար լինի, ահա ես այս չափի կտրտեցի, վերջացրեցի, հիմա կանցնենք աղցանի բուն պատրաստմանը, կխառնենք միասին բոլոր բաղադրիչները, հիմա կավելացնեմ նաև պղպեղը, պղպեղը ինչու եմ ընտրել մի քանի գույների, կարող եք տարբեր գույներով չանել, բայց այս աղցանի մեջ, երբ որ տարբեր գույներ է լինում, ավելի գունեղ ու գեղեցիկ է ստացվում աղցանը, դրա համար նախընտրել էի կարմիր, նարնջագույն և դեղին գույնի պղպեղներ օգտագործել, հիմա այսպես բոլոր բաղադրիչները ավելացնում ենք, այստեղ սոխն է մնացել դեռ, սոխն էլ ավելացնեմ և անցնենք թանձրուկի պատրաստմանը, 1 կիտրոնի հյութին կավելացնեմ 4 ճաշի գթալ բուսայուղ և այնուհետև կավելացնեմ աղ ու պղպեղ, սովորաբար ես այսքան չափաքանակին ավելացնում եմ կես թեյի գթալ աղ և կես թեյի գթալ պղպեղ, բայց այս դեպքում քանի որ չափով չեմ կարող ասել, որովհետև ահա այսպես պետք է ես հենց հիմա աղամ նոր ավելացնեմ, դրա համար ասում եմ, որ պետք է դուք ավելացնեք ձեր քիմքին ինչպես որ հաճելի է,
Այնպես որ աղի եւ պղպեղի քանակը արդեն իսկ նշեցի, բայց դուք տեսեք թե ինչպես եք ցանկանում, այնքան ավելացրեք։ Հիմա թանձրուկ ավելացնում եմ մնացած բաղադրիչներին եւ մի լավ խառնում ենք։ Այստեղ կարևոր պայմանը, երբ որ պետք է թողնենք աղցանը մնա 30 րոպե։ Այդ 30 րոպեվա ընթացքում հյութ է դուրս գալիս եւ համերը էլ ավելի խառնված են լինում, բայց ինչպես միշտ մեր տան փոքրիկները չեն համբերում եւ ավելի շուտ եմ մատուցման ափսե տեղափոխում եւ համտեսում ենք, բայց անպայման ավելի լավ կլինի այդ 30 րոպեն սպասեք, հետո նոր համտեսեք այս համեղ աղցանը։ Ահա եւ մատուցվող ափսեի մեջ եմ տեղափոխել, շատ համեղ, գունեղ, առողջարար եւ ամենակարևորը չգիրացնող աղցան է։ Ողջույն սիրելիներս, այսօր պատրաստում ենք անչափ համեղ եւ օգտակար աղցան կարմիր կաղամբով։ Շատերս կարմիր կաղամբին նաեւ անվանում ենք մանուշակագույն կաղամբ։ Դե ինչ, սկսենք պատրաստելը։ Պատրաստելու համար մեզ անհրաժեշտ է 3 փոքր չափի պղպեղ, ես տարբեր գույների եմ վերցրել, որպեսզի աղցանն ավելի գունեղ ստացվի։ Կարմիր կաղամբ, մանր կտրտված, ես վերցրել եմ փոքր չափի կաղամբ եւ օգտագործել եմ կեսը։ Պահածոյացված եգիպտացորեն 200 գրամ, 1 միջին չափի գազար, նախապես քերիչով անց ենք կացնում։ Այստեղ 3 ճաշի գթալ բուսայուղ է եւ կես կիտրոնի հյութը խառնած միասին, 1 թեյի գթալ աղ, 1 թեյի գթալ սև պղպեղ եւ կես բաժակ կտրտված մաղադանոս։ Հիմա ուղղակի բոլոր բաղադրիչները պետք է խառնենք իրար։ Շատ արագ է պատրաստվում, կարելի ասել 5 րոպեում պատրաստվում է այս համեղ ու օգտակար աղցանը։ Բազմաթիվ օգտակար նյութերի, այդ թվում վիտամին C-ի պարունակությամբ կարմիր կաղամբը գերազանցում է սովորական կաղամբին, ուստի խորհուրդ է տրվում որպես դիետիկ սնունդ տարբեր հիվանդությունների դեպքում։ Հիմա համեմունքները կխառնենք բուսայուղին եւ կիտրոնի հյութին։ Մի լավ կխառնենք այս բոլորը միասին, որպեսզի լավ խառնված լինեն բոլոր բաղադրիչները եւ կավելացնենք մյուս բաղադրիչներին։ Ասեմ, որ աղցանը շատ համեղ է ստացվում, ուղղակի մի հատ այսպես խառնում ենք, որպեսզի բոլոր համերը իրար խառնվեն, կարող ենք թողել 5-ից 10 րոպե մնա, այնուհետև մատուցել այս համեղ աղցանը։ Ահա եւ տեղափոխեցի մատուցվող ափսե, աղցանը շատ գունեղ է, համեղ է, փորձեք հենց այս բաղադրատոմսով, իսկ եթե հավանեցիք տեսանյութը, մի մոռացեք սեղմել լայք։ Եթե առաջին անգամ եք իմ ալիքում, սեղմեք բաժանորդագրման կոճակին, նաև սեղմեք զանգակ կոճակին, որպեսզի ստանաք ծանուցում իմ նոր տեսանյութերի։ Շնորհակալություն բոլոր մեկնաբանությունների համար, ցտեսություն, կհանդիպենք շուտով։